Ծանր օրերով անցան, հայ մնացին, իրենց էլ հայ մեծացրին։ Ցեղասպանությունը վերապրած հոր պատմություններն է հիշում Լեոնին։ Հոր հիշողություններն են, ասում է, իրեն ամեն տարի այսօրը ստիպում օվկիանոսը կտրել ու տուն գալ։ Իմ հայրս մայրս Անտեփ քաղաքեն էին Թուրքիա, որ հիմա Թուրքիայի կպատկանի։ Միշտ ես ինչ որ կհիշեմ, հայրս ամեն գիշեր պետք է մեզ բացատրել, որ ինչ եղած է իրեն հորը, իր մորը, որ իր թեմը սպանած են։ Իմ հայրս ականջը չեր լսեր, քանի որ ծեծ կերած էր թուրքերեն։ Պապից ու տատից ծանր պատմություններ լսել է նաև Լեոնիի ազգականը Ռաֆի Գրիգորյանը։ Միասին են Հայաստան եկել։ Ռաֆին դժվարանում է մտքերը հայերեն փոխանցել, հուզմունքն է խանգարում։ Սովորական տեղ չէ այս հուշահամալիրն, ասում է։ Շատ եմ հուզվում, չեմ ուզում շատ խոսել։ Իմ երկրորդ այցն է Հայաստան։ Անցյալ տարի առաջին անգամ եկա, շատ ավելի հուզված էի։ Տատիկս ու պապիկս հայ են, հուզիչ էին նրանց պատմությունները, դաջվել են հիշողությանս մեջ։ Տանը երբ խոսում էին Հայաստանի մասին, տատիկը տխրում էր, շատ էր կապված հայրենիքին։ Երբ եկա ու տեսա Հայաստանը, հասկացա ինչու էին նրանք այդքան սիրահարված այս հողին։ Կարսում ծնված տատի նկարով է հուշահամալիր եկել Սամսոն Արզումանյանը։ Տատիկը Հայաստան Մանուկյանը հրաշքով էր ողջ մնացել, որ հետո 7 երեխա մեծացներ։ Իր կյանքը փրկվել է թաքնվելով զոհված հայրենակիցների մեր դիակների տակ, թաքնվելով ամբողջ մարմինը սպիների մեջ էր, սպիավորված էր եւ փրկեց կյանքը տեղափոխելով Թբիլիսի։ Սամսոնը հուշահամալիր բարձրացած շատերի պես տարակուսած է, ինչպես է հնարավոր կասկածի տակ դնել 110 տարի առաջ տեղի ունեցածը կամ ասել, որ մեր պատմության ամենաողբերգական էջն այլևս առաջնահերթություն չէ իրական Հայաստանում։ Ցեղասպանությունը պետք է լինի առաջի պլանի վրա։ Իշխանությունն այսօր կա, վաղը չի լինի, նրանց խոսքերն ուղենիշ չեն, նրանց մեկ բառով պատմությունը չի փակվի։ Ասկան բայկարեցանք սերունդներ, մի վարգամի խոսքով չի գնար ոչնչանալ։ Միայն այդքանին է որ գնան գսել։ Եղավ, թողսեն իրենք։ Ֆիզիկոս Յուրա Բաբայանի համար ապացուցված ճշմարտություն է, աշխարհում հաշվի են նստում միայն ուժեղների հետ։ Թույլին, գիտեք, ճնշում են։ Թույլս են մատով տրորում են, գցում են մի կողմի վրա։ Ինչքան էլ դու ուզում ես քեզ խաղաղություն մուրա, ուզա խաղաղություն եւ դա չի լինում։ Խաղաղություն ամենեցուն ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտին։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցին Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին։ Այլ հարցերի բարձունք այցելած վեհափառը չի պատասխանում, տեղն ու ժամը չէ, ասում է։ Հայ ժողովրդի իղձերն ու ցանկությունները տարբերվում են օրվա իշխանության առաջարկած գաղափարներից, թե պետք է մի կողմ դնել պատմականը, ապրել ու տեղավորվել իրական Հայաստանում, ասում են ընդդիմադիր գործիչները։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասում է, որ իրական Հայաստանն այն Հայաստանն է, որը ենթարկվում է Թուրքիային։ Դա է ասում։ Նա պարզապես չի ուզում բացահայտ ասի, բայց ըստ էության Փաշինյանը միշտ դոզավորված է մատուցում ճշմարտությունը, սկզբից սկսում է ստից, հետո աշճանաբար, օրինակ սկզբից ինքը ասել է Արցախ Հայաստան այ վերջ, իսկ հիմա տարածիորեն դրանից 5 տարի հետո ինքը հասել է նրան, որ ասում է Արցախը մեր վրա միշտ բեռ է եղել։ 7 տարի է, նրանք ամեն տարի մի բան են ասում, այլ բան են ասում, մի տեքստ են օգտագործում, հետո ճիշտ հակառակը եւ այդ ճակերտավոր նախանձելի անհետեւողական վարքագիծը միայն մեկ բանի մասին է՝ պահել իշխանական աթոռը։ Ինչ տեքստ պետք է կարտաբերեն, որ պայմաններում ինչ պետք է կասեն, կարևորը իշխանական աթոռը պահելն է։ Նրանք զավթել են իշխանությունը Հայաստանում արդեն տարիներ եւ իրենց վարքագծով փորձում են զուտ պահպանել իրենց կենսաբանական գոյությունը իշխանության աթոռի նստած։
Չդատապարտված ցեղասպանությունն իր դրսևորումն ունեցավ նաև Արցախում։ Սամվել Շահրամանյանն է ասում։ Նախագահը վերադառնում է նաև հարցին, ինչպես գերեվարվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջի օրվանից, որ մենք հարց ենք բարձրացել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը եւ քաղաք բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից։ Այլ մանրամասներ նա չի հայտնում, գործընթացներ կան, որոնց խոչընդոտել չի ուզում։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։